Ու հստակ սիրելի քույրեր, երբ որ պատրաստվում էի, ես լսում էի Աստծո կանչը յուրաքանչյուրիս համար։ Եսայա 60-րդ գլուխը, առաջին համարից 3-ը։ Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը և մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը և նրա փառքը երևում է քեզ վրա։ Ման են գալիս ազգերը դեպի քո լույսը և թագավորները դեպի քեզ վրա ծագած պայծառությունը։ Ու երբ որ կարդում ենք ընդարձակ թարգմանությունը, հետաքրքիր էսպիսի շեշտադրումներ է անում։ Վեր կաց այն ընկճվածությունից և հյուծվածությունից, որոնցում քեզ պահում են հանգամանքները։ Վեր կաց դեպի նոր կյանք, լուսավորվիր, փայլիր, ճառագիր Տիրոջ փառքով, որովհետև լույսդ եկել է և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ինչ է լինում, երբ որ հնչում է վեր կացի հրամանը։ Բանակում և տանը։ Վեր կացից հետո սկսվում է մաքրություն, դասավորում, վերադասավորում, որովհետև դու ամեն բան նորից պիտի մաքրես, նորից պիտի դասավորես իրենց տեղերը։ Ու երբ որ Տերն ասում է վեր կաց, նշանակում է, որ վեր կենալուց հետո մենք ունենք պարտականություն, մաքրություն, ներսի մաքրություն, մտքերի մաքրություն։ Գաղատացիների մեջ ասում է այն ինչ որ պարկեշտ է, այն ինչ որ առաքինի է, այն ինչ որ սուրբ է, այն ինչ որ ամբից է, անաղարտ է, դա մտածեցեք։ Մեր մտքերը, մաքրություն մեր սիրտը, մաքրություն մեր գործերը։ Պողոս առաքյալը երբ որ գրում ասում է ձեզ համար ուղիղ ճանապարհներ շինեք, ասում է, որ երբ որ կաղն ու կաղը գա, չգլորվի, այլ մանավանդ որ բժշկություն ստանա։ Այսինքն որպես քույրեր, որպես Աստծո զավակներ, որպես ծառայողներ, մենք պարտավոր ենք ուղղակի մեր ճանապարհները այնպիսին լինեն, որ երբ որ մի կաղ մարդ չի ասում է առողջ մարդ, ասում է հիվանդությունով մարդ, թերությունով մարդ, որը քայլելու խնդիր ունի, երբ որ հայտնվի քո ճանապարհին, չգլորվի, չգայթակղվի, չընկնի քո վարքից, քո խոսքից, քո նիստուկացից, քո տալ առնելուց, քո շփումից, քո հարաբերություններից, այլ ասում է ոչ միայն չգլորվի, այլ նաև ասում է բժշկվի, կյանք փոխանցենք նրան։ Սա է մեր պարտականությունը, սիրելի քույրեր, ու այսօրվանից հետո, երբ որ կասեն Եվայի ցեղ, այ թող իրանք նկատի ունենան ցեղ, որը որ կյանք է տալիս, ցեղ, որը որ լուսավորում է, ամեն, Եվայի ցեղ, որը որ ապրում է և ապրեցնում է։ Թող մենք այսպիսի զավակներ լինենք, որովհետև ասում է վեր կաց լուսավորվիր, ահա խավարը ծածկել է, տեսնում ենք մառախուղ ազգերը, շփոթություն ամենտեղ, մտքում, կամքում, զգացմունքներում, որոշումներում, ասում է, բայց քեզ վրա ծագում է Տերը և նրա փառքը երևում է քեզ վրա, և ինչ են անում լույսին, գալիս են դեպի լույսը, ազգերը գալիս են դեպի քո լույսը, դու չխոսասել քո լույսին գալու են։ Դու չխոսասել քո քաղցրությանը, քո սիրուն, քո վերաբերմունքին մարդիկ գալու են, այսպիսի մարդու կողքը մենակություն չկա, եթե Սուրբ Հոգին չի առաջնորդում անապատ։ Այսպիսի մարդուն միշտ գալիս են, միշտ հաճելի է նրա հետ, որովհետև նա տալիք ունի, նա ասելիք ունի, նա փոխանցելիք ունի, կյանք ունի փոխանցելու։ Վեր կենանք, վերարժևորենք մեր կյանքերը։